Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Վերջին շրջանում Թուրքիայում դարձյալ լարվեց ներքաղաքական իրավիճակը։ Ձերբակալվեց Ստամբուլի քաղաքապետը, որը համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Ինչ է տեղի ունենում Թուրքիայի ներսում եւ ինչ զարգացումների սպասել։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք թուրքագետ Նելի Մինասյանի հետ։ Տիկին Մինասյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Էրդողանի գլխավոր մրցակից Իմամօղլուի ձերբակալությունը ինքը Էրդողանը համարեց որպես կոռուպցիոն հետևանք։ Նման ձևակերպում տվեց։ Որն է իրականությունը, ինչու են հանկարծ այդ երկրի իշխանությունները որոշում ձերբակալել նրան, որը որ մեծ հավակնություններ ունի հաջորդ ընտրություններում։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, Թուրքիայում նորություն չի, երբ որ հակառակորդներին, քաղաքական հակառակորդներին ձերբակալում են տարբեր քրեական գործերի շրջանակներում։ Այդպիսի ժամանակներ եղել են եւ առնվազն 2015 հատկապես 16 թվականները կարող ենք բերել օրինակ, եւ Իմամօղլուի պարագայում ուրեմն բոլոր հարցումները եւ ստեյության ներքաղաքական ամբողջ այդ քննարկումները ցույց էին տալիս, որ նա ունի ռեալ շանսեր հաջորդ նախագահական ընտրություններում հաղթանակի համար։ Թերևս կարելի է դեռ ներկայով խոսել, որտեղ նրան ուրեմն Հանրապետական ժողովրդական կուսակցությունը որպես նախագահի թեկնածու է հայտարարել եւ արդեն ստորագրահավաք են սկսել արտահերթ այսպես ընտրությունների հետ կապված։ Եվ այսինքն նա այս 20 եւ ավել տարիների ընթացքում իսկապես լուրջ քաղաքական ֆիգուր է, որը վտանգում է Էրդողանի իշխանությունը։ Եվ նրա նկատմամբ գործը շատ վաղուց էր այսպես հավաքվում։ Տեսեք, երբ որ նա առաջին անգամ Ստամբուլի քաղաքապետի ուրեմն թեկնածությունը դրեց, ընտրություններում հաղթեց, բայց Էրդողանը չընդունեց այդ ընտրությունների արդյունքները, չեղյալ հայտարարեց եւ նոր ընտրություններ հայտարարեց ու կրկին նա հաղթեց եւ երկրորդ անգամ այլի ընտրություններում քաղաքապետի, այսինքն թիմ ընտրություններում կրկին հաղթեց եւ ինքը Էրդողանը ունի այսպիսի մի ձևակերպում, որ ով որ տիրում է Ստամբուլին, տիրում է ամբողջ Թուրքիային քաղաքական տեսանկյունից։ Այսինքն շատ բան է, ռեալ է, որ նրան հակառակորդ քաղաքական գործիչ էր ի հայտ եկել։ Իսկ ինչ վերաբերում է քրեական գործին, ընդ որում հետաքրքիր էր, որ Իմամօղլուին ձերբակալեցին երկու քրեական գործի շրջանակներում, կաշառակերության հետ կապված եւ ահաբեկչությանը, այս դեպքում քրդական ուժերին աջակցություն ցույց տալու համար։ Եվ հետաքրքիր է, որ շատերը կարծում էին, որ հենց երկրորդ քարտը ավելի շատ կօգտագործվի, բայց օգտագործված կաշառակերության քարտը, այսինքն կրկին թուրքական, այսպես ներքաղաքական համակարգում արդեն երևի թե ավանդույթի վերածված ուրեմն խաղաքարտը, որից հետո նաև Իմամօղլուին մոտ գտնվող շատ մարդկանց ձերբակալեցին եւ այսօր փաստացի անգամ դասախոսներ, լրագրողներ, մտավորականներ, որոնց զգալի մասին եթե թողել են բանտերից, ապա չեն թույլ չեն տալիս, որպեսզի նրանք զբաղվեն իրենց գործունեությամբ մի մասին անգամ տնային կալանքի են ուրեմն տնային կալանք են տվել։ Այսինքն այո, ռեալ է, որ նա կարող է այսպես զրկվել իշխանությունից եւ նաև այստեղ ես միշտ նշում եմ նաև արտաքին գործոնի ազդեցությունը, ըստ էության Էրդողանը իր համար հարմար մի պահի ուրեմն գնաց այս գործընթացների իրականացմանը։ Իսկ հարմար է նրանով, որ բոլորի ուշադրության կենտրոնում ռուս-ուկրաինական պատերազմն է, այդ թվում Միացյալ Նահանգների, Եվրոպայի, թե այլ արտաքին ազդակներ կան։ Տեսեք, դա իհարկե ունի կարևորություն, իմ կարծիքով, որտեվ խոշոր տերությունները, այստեղ թերևս մենք հիմնականում կարող ենք նշել նահանգների դերը, որովհետև էության մեջ Թուրքիայում ինստիտուցիոնալ ազդեցություն ունի նահանգները եւ նաեւ հետաքրքիր է, որ այստեղ եվրոպական երկրների դիրքորոշումը կա, բայց թուրք վերլուծաբաններն անգամ նշում են, որ եվրոպական երկրները, այսինքն այդքան մեծ մեխանիզմներ չունեն, հա, այսպես գործընթացները առաջնորդելու տեսանկյունից Թուրքիայի ներսում, այստեղ պետք է ավելի խոշոր այսպես ուժի օգտագործում եւ Օզգյուրը, Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահը ինքը գիտեք իր հարցազրույցներից մեկում խոսեց այս մասին եւ մեղադրեց Միացյալ Նահանգներին եւ անգամ նշեց, որ բացառված
բացառված չի, որ ձերբակալությունից առաջ եղել է նման քննարկում Էրդողանի եւ Տրամփի միջեւ, որտեղ դրան նախորդ ձերբակալությանը նախորդել էր երկուսի հեռախոսազանգը, այսինքն խոսել են միմյանց հետ, եւ ըստ էության Էրդողանը ինչ որ կանաչ լույս է ստացել կամ ինչ որ այսպես փոխհամաձայնության են եկել խնդիրների հետ կապված, բայց այս պահի դրությամբ, այսինքն մարտի 19-ից սկսած, երբ որ ձերբակալվեց Իմամօղլուն միջև այս պահի դրությամբ էության մեջ արտաքին ազդեցության գործոն նկատելի չի։ Դժվար կլինի ասել հետագայում դա կլինի թե չի լինի, բայց այս պահին նկատելի չի։ Տիկին Մինասյան, Իմամօղլուի ձերբակալությունից հետո զանգվածային ցույցեր տեղի ունեցան։ Հիմա կարծես թե դրանց մասին այդքան էլ շատ չի խոսվում, որովհետև մարեցին իրենց նպատակին չհասան, թե այլ պատճառներ կան։ Իմ կարծիքով նախ առաջինը թուրքական ցույցերին պատշաճ ուշադրություն չդարձվեց հենց խոշոր համաշխարհային այսպես լրատվամիջոցների կողմից, որը ես կապում եմ այն առաջին այսպես ուրեմն խոսքի հետ։ Երկրորդ ցույցերը ճիշտ է այն մասշտաբայնությունը չունեն ինչ որ առաջին օրերն էին, բայց ցույցերը կազմակերպվում են։ Ես անգամ կասեի դրանք ինչ որ հետաքրքիր ինստիտուցիոնալ այսպես տեսք է ստացել։ Իմ ջայլոս միջև ձերբակալությունն էլ ԺԿ-ն նախաձեռնել էր անընդհատ իրենք ինչ որ ցույցեր, ելույթներ, այսպես քաղաքական երկխոսություններ էին անում ժողովրդի շրջանում ու հիմա իրենք դա շարունակում են։ Եվ հստակ նշվեց 2 օր, չորեքշաբթի օրը եւ շաբաթ օրը, որոնք որ հանրային այսպես միտինգի օրեր են, անպայման հավաքվում են ժողովուրդը խոշոր ուրեմն քաղաքներում, իսկ այդ շաբաթվա ընթացքում Հանրապետական ժողովրդական կուսակցությունը եւ այն ընդդիմադիր ուժերը, որոնք որ միացել են ուրեմն այս ուժին, իրենք անընդհատ ժողովրդի մեջ են խոսում են, խնդիրներն են բարձրաձայնում, խնդիրներն են ներկայացնում Եվ հետաքրքիր է բնականաբար, որ այս բոլորը չի լուսաբանվում իրականում շատ մեծ ծավալով եւ անգամ չի ցույց տրվում Թուրքիայի ներսում արկա այն խնդիրները, որոնք որ իմ կարծիքով ավելի խորքային են, այսինքն այս ինչ գործընթաց որ տեղի է ունենում, դա միայն վերևի շերտն է երևացող, որ կարծես թե երկու անձի հետ մենք գործ ունենք Էրդողան եւ նրա հակառակորդ Իմամօղլու, բայց այստեղ շատ խորքային գործընթացների մասին է խոսքը գնում ու ըստ էության այդ գործընթացները իմ կարծիքով տանելու են շատ ավելի լուրջ փոփոխությունների։ Տեսեք, երբ Իմամօղլուն ձերբակալվեց, շատ փորձագետներ հիշատակեցին, որ Էրդողանն էլ մինչ նախագահ դառնալը անցել է այս ճանապարհը, այսինքն շուրջ 25 տարի առաջ նա էր Ստամբուլի քաղաքապետ, նրան էլ ձերբակալեցին, հետո նա եկավ եւ դարձավ նախագահ։ Հիմա ձեր կարծիքով Իմամօղլուին կհաջողվի անցնել այդ ճանապարհը, թե ամեն դեպքում կեսից Էրդողանը արդեն անցել է, գիտե ինչ է կատարվում եւ թույլ չի տա, որ իր անցած ճանապարհը եւս իր հակառակորդը, այսպես ասած, անցնի։ Իմ կարծիքով հետագայում թե որքան կտևեն այս գործընթացները եւ արդյոք Իմամօղլուն հաղթանակով դուրս կգա թե չէ, այստեղ շատ բան կախված է ընդհանրապես ներքաղաքական զարգացումներից, որքանով ՀԺԿ-ն կկարողանա օգտագործել նաեւ թուրքական հասարակության մեջ եղած մյուս բոլոր դժգոհությունները, օրինակ տնտեսական խնդիրները, սոցիալական խնդիրները եւ այս տիպի խնդիրները ու հետաքրքիր է այստեղ նաեւ մի շատ հետաքրքիր խնդիր էլ կա, որ այսպես Թուրքիայում երկփեղկումը շատ է խորացել ժամանակակից եվրոպականի, այսպես ասեմ, արևմտյան արժեքների, որը հենց քեմալականներն են կրողները, եւ Էրդողանի գլխավորությամբ ավանդական պահպանողական արժեքների, այսպես պահպանման տեսանկյունից։ Այսինքն թուրքական հասարակությունը որքան ինքը կձգտի նախ այս փոփոխություններին։ Իմ կարծիքով գլխավոր հաջողությունը այստեղ է, որքանով այս քաղաքական ուժերը կկարողանան ներկայացնել իրավիճակը, ստեղծել սոցիալական բազան, որն էլ ի վերջո կտանի այդ փոփոխություններին։ Եթե չկարողանան ստեղծել այս բազան ձևավորել եւ դա օգտագործել արդեն որպես քաղաքական կապիտալ, բնականաբար հաջողություն չի լինի։ Հակառակ դեպքում կլինի հաջողություն։ Եվ այստեղ իհարկե նաեւ երկրորդ կարևոր խնդիրը կլինի դրսի
դրսում տեղ ունեցող գործընթացները, որոնց հետ կապված կարծում եմ դեռ վաղ է որոշակի այսպես քննարկումներ կամ գնահատականներ տալ։ Թուրքիայում հերթական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին եւ ըստ օրենսդրության Էրդողանն այլևս չի կարող առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, բայց կարծես այդ երկրի իշխող քաղաքական ուժը գտել է օրենսդրությունը, որը արգելում է Էրդողանին առաջադրվել, շրջանցելու տարբերակը եւ ըստ էության ակնարկում են, որ ոչ թե 2028-ին տեղի կունենան հերթական ընտրություններ, այլ մինչեւ 2028-ը կլինեն արտահերթ ընտրություններ եւ ըստ էության Էրդողանը նորից կառաջադրվի նախագահի թեկնածու։ Որքանով է այս սցենարը հավանական համարում։ Ես միանգամից ասեմ, որ սա շատ հավանական սցենար է, որտեղ տեսեք, սահմանադրական բարեփոխումները, որ Էրդողանի իրականում նպատակն է երկար տարիներ, այնտեղ որտեղ ինքը լուրջ խնդիրներ ունի այդ սահմանադրության հետ, իրականում այս իրավիճակում փոխել, ինչ-որ բան առաջարկել շատ դժվար է եւ կա նաեւ ժողովրդի այսպես արձագանքը, թե ինչպես կարձագանքեն այդ գործընթացներին։ Ուստի ավելի հավանական եմ համարում, որ այո, Էրդողանը ինքը կգնա արտահերթ ընտրությունների։ Տեսեք, Էրդողանը կրկին ունի մի խոսք, երբ որ ասում է, որ բոլոր ճգնաժամային իրավիճակները պարունակում են իրենց մեջ հնարավորություն։ Ու ինքը այդ սկզբունքով է իր ամբողջ քաղաքական կարիերան այսպես այս տարիների ընթացքում ուրեմն կազմակերպել, այնպես որ այսինքն ինքը վարպետ է ստեղծված իրավիճակը իր օգտին օգտագործելու համար եւ այս իրավիճակն էլ շատ հնարավոր է որ այո ինքը օգտագործի իր օգտին եւ գնա արտահերթ ուրեմն ընտրությունների բայց այստեղ կրկին երևի թե պետք է արդեն հաշվարկներ լինեն հա ինքը ներսում ինչ հնարավորություններ ունի եւ եթե ինքը այդ քայլը կատարում է դրսից ինչ արձագանքներ կստանա եթե այստեղ ինքը արդեն այդ այսպես բալանսը ունենա, ես կարծում եմ, որ այո, իրատեսական է, որ ինքը կգնա արտահերթ ընտրությունների։ Այսինքն Էրդողանը չունի վստահելի հետնորդ, որ թողնի այդ պաշտոնը եւ դա փոխանցի ուրիշին։ Խոսքեր գնում օրինակ իր Փեսայի Բայրակթարի մասին։ Իմ կարծիքով ունի ինքը այո պատրաստած մարդիկ, որից հետո իշխանության տրանսֆորմացիան հնարավոր է, սա երկրորդ տարբերակը կարելի է դիտարկել։ Այստեղ իմջայլոս միայն Բայրակթարի մասին չի խոսքը, այո նման քննարկումներ եղան, այլ հենց իր ամենամոտ կանգնած մարդկանցից մեկի արտգործնախարար Հական Ֆիդանի մասին է խոսքը, որը ըստ էության ներկա Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ճարտարապետներից է եւ պետք է դիտարկել այո նաեւ իշխանության տրանսֆորմացիա ես կարծում եմ որ Էրդողանը անգամ պատրաստված է այդ իշխանության տրանսֆորմացիային եւ այստեղ արդեն կապված կլինի թե որ սցենարը եթե ինքը հնարավորություն ունենա շարունակելու ինքը կշարունակի եթե չէ նոր իմ կարծիքով երկրորդ սցենարը ուրեմն իրենք կփորձեն աշխատեցնել Էրդողանի փոփոխությունը այսինքն անձերի փոփոխությունը Թուրքիայում ինչ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա թե դա ամեն դեպքում ոչ թե անձերից է կախված այլ նրանք էլ օրինակ ինչպես մեր հարևան Իրանն է ունեն իրենց համար այսպես արտաքին քաղաքականության գիծ եւ դրանից չեն շեղվում առանձնապես իրականում երբ որ մենք դիտարկում ենք վերջին 3 տասնամյակը մենք տեսնում ենք որ այս դեպքում Հայաստանի օրինակը բերեմ Հայաստանի նկատմամբ ձևակերպված քաղաքականությունը էության մեջ փոփոխությունների չի ենթարկվել եւ ուրեմն անձերի փոփոխությունը ազդեցություն չի թողել այս գործընթացի վրա հետևաբար մեծ հաշվով Թուրքիայում տեղ ունեցող փոփոխությունները զուտ եթե քաղաքական այսպես ֆիգուրի փոփոխություն տեղի ունենա չեմ կարծում որ մեծ այսպես ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա սակայն կա այստեղ երկրորդ կետը որը որ վերջին ուրեմն Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարությունը երբ որ իրենք հրապարակեցին այս տարվա փետրվարին են հրապարակել
Հետաքրքիր է, երբ որ նախորդի հետ համեմատում ենք, իրենց հիմնական ուշադրությունը կենտրոնացած է մերձավոր արևելքի վրա։ Այսինքն իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ գերակա ուղղություններ դարձել է ուրեմն մերձավոր արևելքը։ Նշեմ, որ նախկինի մեջ որոշակի հետաքրքիր այսպես ուղղություններ կային նաև հարավային Կովկասի հետ կապված, էության մեջ, որի արդյունքները մենք տեսանք, բայց այստեղ այս մյուսի մեջ չկա։ Բացի այդ, Թուրքիան ինքը չունի ավելի շուտ մեծ ռեսուրսներ, մի քանի ճակատներով ակտիվ գործողություններ իրականացնելու, իսկ այս պահին կարծես թե իրենք հիմնականում կենտրոնացած են մերձավոր արևելքում տեղ ունեցող իրադարձությունների ու մասնավորապես իրենց դիրքերը Սիրիայում ամրապնդելու ուրեմն վրա։ Հետևաբար, այս տեսանկյունից նաև կապված թե էության մեջ Սիրիայի հարցում իրենք ինչ համաձայնությունների ուրեմն կգան արևմտյան երկրների հետ, այնտեղ գիտեք նաև տարբեր այլ խնդիրներ էլ կա, օրինակ ներդրումների խնդիր կա, փախստականների խնդիր կա եւ այլն, այսինքն տարբեր խնդիրներ կան։ Այս խնդիրների համատեքստում մեր տարածաշրջանը ոնց որ մի տեսակ երկրորդական է դարձել այս նոր ուրեմն ռազմավարության մեջ եւ սա իմ կարծիքով հնարավորություն է որը կարող է ազդել, եթե իշխանափոխություն լինի կամ ինչ-որ արտաքին քաղաքական գործընթացներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուրեմն գործընթացի վրա։ Տիկին Նայսյան, դուք համաձայն եք այն գնահատականների հետ, որ օրինակ Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի վրա այսօր բավականին մեծ է եւ ըստ էության շատ դեպքերում Թուրքիան չի կարողանում կառավարել այդ ազդեցությունը եւ հետեւաբար դրանից է կախված նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ նաեւ այսպիսի գնահատականներ կան, որ Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գնան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նախ վերջին ուրեմն այսպես հարցից սկսեմ, իմ կարծիքով վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները մեզ թույլ են տալիս ենթադրել, որ Թուրքիան որոշակի դրական տրամադրվածություն ունի այս գործընթացի հետ կապված եւ ինքը, այո, իրենք հայտարարեցին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո իրենք կբացեն սահմանը։ Իհարկե, այստեղ պետք չի սպասել արագ գործընթացների եւ էության մեջ այս խնդիրը այսպես դնելը հենց վկայում է նրա մասին, որ իրենց մոտ գործում է դեռևս նախկին քաղաքական կուրսը Հայաստանի նկատմամբ եւ այս առումով գոնե քաղաքական որոշումներ կայացնելու տեսանկյունից փոփոխություն չկա։ Հետևաբար, այստեղից արդեն առաջին հարցադրումը բխեցնեմ, որ ոչ թե Ադրբեջանն է մեծ հաշվով ազդում Թուրքիայի որոշումների վրա, այլ Թուրքիան ունի այդ որոշումները ըստ էության եւ Ադրբեջանին այստեղ օգտագործում է որպես գործոն, այսպես ասեմ։ Գիտեք, երբ որ մենք նայում ենք ազդեցության համակարգերը, թե երկու պետությունները այս տարիների ընթացքում ինչպիսի ազդեցության մեխանիզմներ են ձևակերպել, դրանք անհամեմատելի մեխանիզմների մասին է խոսքը։ Թուրքիան անշուշտ շատ մեծ ազդեցություն ունի ուրեմն Ադրբեջանի տարածքում եւ դա համակարգային ինստիտուցիոնալ ազդեցության մասին է խոսքը։ Առաջին հերթին ես կնշեի ռազմական ուրեմն ոլորտը։ Ուրեմն Ադրբեջանը հիմնականում այո, այնտեղ կատարել է ուրեմն ներդրումներ, բայց իմ կարծիքով այդ ներդրումները շատ քիչ են, որպեսզի ազդեն Թուրքիայի նման պետության որոշումներ կայացնելու այս մեխանիզմների վրա։ Բայց այստեղ գալիս է արդեն երկրորդ պահը, երբ որ այդ որոշումների վրա որոշ չափով ազդում է Էրդողանի եւ Ալիևի միջև եղած անձնական կապերը։ Եվ եթե Թուրքիան ունենա այդ քաղաքական որոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունների շահարկումը այլևս նրան որևէ այսպես խնդիր չի լուծելու նա աշխարհաքաղաքականության համատեքստից, իմ կարծիքով ինքը գնա հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման, եթե անգամ այդ ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև որևէ փաստաթուղթ ստորագրված չլինի։ Այ սահմանի բացումը իրենից մեծ վտանգներ պարունակում է, որովհետեւ նաեւ այսպես կան նաեւ Հայաստանի ներսում նաեւ քաղաքացիների շրջանում, այ եթե սահմանները բացեցին, մեր տնտեսությանն էլ մեծ վնասներ կլինի, թուրքական ապրանքը կգա, հայկական շուկան կգրավի եւ այլն եւ այլն։ Դուք այս հորետեսական գնահատականների հետ համաձայն եք։ Գիտեք, այդ անհանգստանում են ճիշտ են անում, որտեվ այո, մարտահրավերներ կա եւ լինելու է։
բոլոր շերտերով են լինելու։ Բայց կա նաև հարցի երկրորդ կողմը։ Իսկ անհանգստացողները Հայաստանի շուկա չեն մտնում, խանութ հասարակ չեն մտնում, եթե ուղղակի ապրանքները վերցնել ու հերթով նայել, թե որ երկրի ապրանք է, ուրեմն կտեսնեն, որ մեր շուկան արդեն իսկ ողողված է թուրքական ապրանքներով։ Երկրորդ, ճիշտ է, վերջին տարիներին բավականին կրճատվել է այս հոսքը, տարբեր գործընթացների հետ պայմանավորված, բայց եթե մենք անընդհատ վախենանք, որ սահմանի բացումը կբերի մեր տնտեսության կոլապսի, ինչ գիտեմ, թուրքական ապրանքները կգան այստեղ ու մենք դրանց դեմը չենք կարողանալու առնենք, այս շատ իմ կարծիքով պարզունակ մոտեցում է, որովհետև առաջին հերթին սահմանը Հայաստանը չի փակել, այսինքն այդ սահմանի փակման մեջ Թուրքիան դրել է ինչ-որ խնդիր եւ այդ ապրանքները սահմանը փակ դեպքում էլ մտնում են Հայաստան եւ սպառվում են Հայաստանի քաղաքացիների կողմից։ Այսինքն այստեղ այլ համակարգային մոտեցումներ ա պետք։ Իսկ փակ սահմանից ըստ էության ամենաշատը տուժում ենք մենք բոլոր առումներով։ Առաջին հերթին ես կդնեի հենց Հայաստանի շրջափակման խնդիրը, անվտանգային խնդիրը եւ այլն եւ այլն։ Իհարկե հետո էլ կլինեն խնդիրներ, սահմանի բացելը դա ուրեմն Հայաստանին զերծ չի պահելու ոչ անվտանգային հարցերից, ոչ, այսինքն մարտահրավերներ լինելու են։ Իսկ մարտահրավերին պատասխանելը դա ըստ էության ամեն մի գործող օրգանիզմի կարևոր նախապայմանն է։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ցեղասպանության ճանաչման թեման Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չպետք է լինի։ Որն է ձեր տեսակետն ու գնահատականն այս առումով։ Գիտեք, իմ կարծիքով մենք այդ հարցի հետ կապված մեր արտաքին քաղաքականության մեջ պետք է շեղվեինք Լևոն Տեր-Պետրոսյանի կուրսից։ Այսինքն առաջին նախագահը, որը որ էության մեջ հետապնդելով ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ Հայաստանի ներսում էլ դնելով այսպես ինստիտուցիոնալ հիմքերը ցեղասպանագիտական հետազոտությունների համար, միաժամանակ չգնաց դա դարձնելու արտաքին քաղաքականության գերակայություն։ Այսինքն իմ կարծիքով մենք այս կուրսին պետք է միշտ հետևեինք, որովհետև հակառակ պարագայում, քանի որ 90-ական թվականների սկզբին Թուրքիան առաջ քաշեց 3 նախապայմաններ, այն նախապայմաններից մեկը հենց ցեղասպանության ուրեմն չբարձրաձայնումներ եւ պետական մակարդակով այն քաղաքականության չվերածելն էր։ Իմ կարծիքով մեր այս ճանապարհով գնալը ավելի թուլացրեց մեզ, հենց արտաքին քաղաքականության դաշտում մեր դիրքերը թուլացրեց, որովհետև էության մեջ նախ Հայաստանը չուներ եւ չունի այդքան ռեսուրսներ, որպեսզի այնպիսի մեծ ազդեցություններ գործի պետությունների վրա, միջազգային կազմակերպությունների վրա, որոնք որ լրիվ մեր օգտին որոշումներ կկայացնեն, ու սա դեռ հարց է, Թուրքիան դրանց ինչպես կարձագանքի կհամաձայնի այդ որոշումների հետ, թե չի համաձայնի։ Եվ երկրորդ ամենակարևորը ոչ մի պետություն ըստ էության մեզ համար չէ որ ընդունում է ցեղասպանության հետ կապված դատապարտում է, ընդունում է կամ ճանաչում է այս փաստը։ Այսինքն ամեն պետություն սա իր քաղաքականության համատեքստում է դնում եւ թե ինքը ինչ խնդիրներ ունի Թուրքիայի հետ։ Եվ ուղղակի մենք այս դեպքում լրացուցիչ շահարկումներից հեռու կպահենք մեզ համար այդքան ցավալի իրադարձությունը։ Ինքը չպետք է դառնար սակարկման առարկա։ Եվ իմ կարծիքը հիմա էլ այն է, որ այդ խնդիրը չպետք է դառնա սակարկման առարկա, այսինքն այո, արտաքին քաղաքականության գերակայություն չպետք է դառնա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հեռանկարում թուրքագետ Նելի Մինասյանն էր։